Խաղացուն սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի քրիստոնյա ազգ, մի հրաշալի սաղմոս կարդամ աղոթք անենք ժողովուրդ ջան։ Նայեք, 14-րդ սաղմոսն է։ Ասում է անզգամն ասեց իր սրտումը, թե Աստված չկա։ Նրանք ապականվեցան եւ գարշելի եղան իրանց գործերով, ոչ ով չկա որ բարի գործե։ Տերը երկնքից մտիկ է անում մարդկանց որդների վրա, որ տեսնե, թե կլինի արդյոք մեկ իմաստուն, որ Աստծուն խնդրե, բայց ամենքը խոտորվեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չկա, մեկն էլ չկա։ Միթե չեն իմանում, չեն հասկանում ամեն անօրենություն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպես որ հացը կուտեն եւ Տիրոջը չեն կանչում։ Այնտեղ վախենում են վախով, որովհետեւ Տերը արթաների ցեղի մեջ է։ Խեղճի խորհուրդը ամոթ է կանում, որ Տերը նրա հույսն է։ Փառք ես Տեր, այսքանը ժողովուրդ ջան։ Նայեք, ասում է անզգամն ասեց իր սրտում, թե Աստված չկա։ Անզգամը իր սրտում ասեց, այո, անզգամ, ինչի համար անզգամ իր սրտում ասեց, քանի որ մենք նաև Աստծուն, Աստծո Սուրբ Հոգուն, իր ներկայությունը, իր սերը զգում ենք մեր սրտի մեջ ժողովուրդ, այո, ամեն բան հավատքով է, բայց նաև մենք զգում ենք Տիրոջ ներկայությունը մեր մեջ, եթե մենք իրան կրում ենք, մենք իր հետ մեկացած ենք, հասկանում եք։ Հիմա եթե մարդը իր սրտում չի զգում, չի ապրում Տերը, չի հավատում, իհարկե իր սրտում կասա, թե Աստված չկա, եւ ինքը ապականվում է իր գարշելի գործերը անում եւ բարին չի փնտրում, բարին չի խնդրում եւ բարին չի անում։ Եվ ասում Տերը երկնքից մտիկ է անում մարդկանց որդների վրա, թե տեսնե եւ տեսնեք, թե կլինի մեկ արդյոք մեկ իմաստուն, որ Աստծուն խնդրե, թե կլինի արդյոք մեկ իմաստուն, որ Աստծուն խնդրե։ Այսինքն Աստծուն հավատալ, Աստծուն աղոթել, Աստծուն խնդրել, դա արդեն իմաստություն է։ Բայց ասում ամենքը խոտորվում են, միասին անպիտանանում են, բարի գործող չկա, մեկն էլ չկա։ Եթե Աստծուն աղոթում ես, Աստծուն խնդրում ես, դա արդեն բարի գործ է, եւ գնում ես իր հետևից, եւ իր կամքն ես կատարում, դա արդեն բարի գործ է, ժողովուրդ ջան, չլինենք անզգամ, հավատանք Աստծուն, զգանք Աստծուն, փափագենք Աստծուն, սիրենք Աստծուն, ապրենք Աստծո խոսքով։ Եղեք օրհնված։